Մեր Զանգեզուր հեղափոխությունը չընդունեց։ Երբ որ կարմիր զորքերը մտնում են Բաքու, 11-րդ բանակը Բաքու, խորհրդային իշխանություն ստեղծում, այդ բանակից մի ճյուղ էլ ուղարկեցին Ղարաբաղ ու Զանգեզուր։ Դրանց գալ ես շատ լավ հիշում։ Դրանք մայիսին Զանգեզուրը դարձրին 20 թվականի մայիսին, դարձրին խորհրդային, բայց 20 թվականի հոկտեմբերին մեր Զանգեզուրի ժողովուրդ այդ խորհրդային իշխանությունը տապալեց։ Այո, այդ մի բան է։ Եվ այդ կարմիր բանակի զորքերը քշեց, տապալեց, որին մասնակցել է նաև իմ հայրը, տապալմանը։ Պապիս եղբայրների տղաները բան, որ շատ են։ Եվ որից հետո հրավիրեցին Նժդեհին, Նժդեհը այս լուսանկարը, Նժդեհը եկավ, մեր տունը հաճախ էր լինում, ես ուշեր եմ գրել Նժդեհի մասին, դրանք տպագրվեցին Փարիզի Հարաճ թերթում, եւ այստեղ Հայաստանի աշխատավորների ու անունը չգիտեմ ինչ դարել է ամսագրում։ Մեր ժողովուրդը խորհրդային իշխանությունը չընդունեց սրտին մոտիկ, որովհետև խորհրդային իշխանության առաջին նպատակն էր Զանգեզուրը, Ղարաբաղը, Նախճիվանը հանձնել Ադրբեջանին։ Եվ երբ որ մերոնք իմացան, որ Զանգեզուրն էլ է հանձնում Ադրբեջանին, մերոնք այդ իշխանությունը տապալեցին, ասածս հոր եղբորս, պապիս եղբոր տղաները, իրանց քեռու տղա են, որ հեղկոմի նախագահներ սպանեցին։ Այդ մի բան է, անունը չեմ ուզում տալ, որովհետև Զանգեզուրը տվել էին Ադրբեջանին։ Զանգեզուրի գավառի կուսակցականների տոմսերը գրված էր թուրքերի, Բաքվի, որից հետո լավ հիշվում է տապալման օրը քեռուս հարսանիքներ, որ տապալեցին այդ գիշերը հոկտեմբերի վերջերի վրա։ Եվ մինչև 21 թվականի հուլիսի 5-ը Զանգեզուրը մնաց անկախ Լեռնահայաստան։ Նժդեհը հաճախ էր մեր տունը գալիս եւ այլն։ 21 թվականին արդեն որ Մոսկվա ստիպված Զանգեզուրը հռչակեց Հայաստանի մաս, նոր Նժդեհը թողեց